Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ունենք շատ աստղային հյուր, ում կերտած յուրաքանչյուր կերպար ինքը դարձնում է շատ հետաքրքիր եւ հիշվող։ Մեր շատ սիրելի Արա Գեղեցիկն է մեր հյուրը։ Արա Գեղեցիկ Հարությունյանը, բարև ձեզ ողջ։ Անդրանիկ Հարությունյանը, բարի լույս։ Ոնց եք։ Հրաշալի օր է, գեղեցիկ օր է, ասեմ ինչի, որովհետև ես երեխեք գժվում եմ արևի համար։ Երբ որ արտանում եմ տեսնում եմ արև, ես վերջերս հասկացել եմ մի բան, որ մերի անուն ու առհասարակ այն կանանց, որ սիրում եմ, պետք է փոխենք անունը դնենք արև։ Օրինակ Սոնայի անունը արև, Նելի անունը արև, բոլորը արև թող լինեն։ Ես կլինի Լուսինը լինեմ։ Չէ, առանձնել եմ չի որ այտենց մեծ համակրանք ունեմ քո հետ կապված, բայց ամեն դեպքում արև շատ եմ սիրում, լուրջ եմ ասում երեխեք շատ։ Իսկ շաբաթ-կիրակին տաքություն կամ չունես։ Շաբաթ-կիրակի տանն եմ։ Այո։ Ես երբեք տանը չեմ լինում։ Այսինքն բանա, տանն եմ լինում երեկոները շատ ուշ։ Կարա գաք։ Իսկ առավոտյան վաղ եք արթնանում։ Չէ։ Ով է տանը ամենավաղը արթնանում։ Ինձ թվում է տղաս ժամը 7-ից 8-ից արթնանում է։ Ու արթնացնում է բոլորին, բայց ես փորձում եմ քնել, որովհետև նախ ուշ եմ քնում եւ առավոտները շատ ուշ եմ արթնանում բնականաբար։ Օրինակ 3 ժամը 4-ին եմ քնել։ Ու այսօր քնած էի մնացել, հազիվ եմ արթնացել անկեղծ։ Հիմա չի երևում որ քնած եմ։ Երևում է։ Դասական հարցերից սուրճը պատրաստում եք դուք թե մերին։ Մերին է պատրաստում ներողություն անհամեստությանս համար պասել, հենց անկողնում էլ մի քիչ շատ եմ բացվում ընտանեկան թեմաները, չէ, անկողնում եմ խմում եմ սուրճը եւ անմիջապես արդեն արտանում եւ սկսում եմ աշխատանքները։ Ես եմ ճաշը պատրաստում, կանեմ բանա, չէ։ Այդ ամեն ինչից հետո սկսում եմ այդ աշխատանքները։ Հիմնական առավոտները ստենց են սկսում։ Բուրըն գործունեության մեջ է սա, որովհետև պրեմիերայի հետևից ներկայացումներ, այս ամեն ինչը շատ լավ է։ Հիմա ասա ուր ենք հասել, ինչ է սպասվում։ Ինչ է սպասվում, մի հատ դե մենք ունենք բնականաբար մեր ներկայացումը, որի մասին շատ երկար խոսացել ենք ու այդ ներկայացումը բարեբախտաբար հայտնվեցինք Ռուսաստանի Դաշնության 12 քաղաքներ, պատտվեցինք հրաշալի հանդիսատես Ռուսաստանի, կարոտած ներկայացումների կարոտած հանդիսատես, որովհետև համերգները անընդհատ համերգներ կար Ռուսաստանի տարբեր քաղաքներում, իսկ որպես այդպիսի ներկայացում երևի թե առաջինն էր, որ ինքը տենց շատ սպասված, ոչ թե ներկայացումն էր սպասված, այլ սպասված, որ հանդիսատեսը գան ինչ-որ ներկայացում նայելու հումորային, ինչ-որ հետաքրքիր բան նայելու, ու մենք մտածում էինք, որ կարող է չլծվի դահլիճները, մտածում էինք, որ ինչ-որ խնդիրներ կարող է առաջանալ, այսինքն նրանք միշտ պատրաստ են համերգների, բաների, տենց ավելի տենց եսի մինչ աստղերի, բայց ամեն դեպքում մենք հասկացանք, որ Ռուսաստանի հայությունը մեր կարոտ է նմանատիպ բաների, ոչ թե միայն համերգների, այլ ներկայացումների, շատ հրաշալի անցավ Ռուսաստանի մեր հյուրախաղերը, բնականաբար կարծում եմ, որ էլի կլինեն հետաքրքիր հյուրախաղեր դեպի այդ կողմ։ Դա ամփորձանք գիշեր ներկայացման մասին է խոսքը։ Բոհեմ թատրոնում ծանրաբեռնված էլի մի քանի ներկայացումներ եւ վերջերս Թամարայի հետ Գևորգյան բեմադրվեց ընտանիք քասթինգով ներկայացումը եւ հիմա այդ ներկայացումն է, այսպես ասեմ, շատ հետաքրքիր ու խնդալու ներկայացում է, այնպես որ ես սիրով հրավիրում եմ մայիսի 29-ին է կստացի։ Մայիսի 29-ին անպայման ես ձեզ կհիշեմ եւ տոմս կտամ։ Չնայած ես մոռանալ չի լինի ամեն դեպքում։ Մենք քեզ կհիշացնենք անդ։ Օրինակ Նելիինը չեմ հրավիրի, անպայման Նելին եմ հրավիրելու, աշխարհի ամենալավ մարդկանցից մեկն է ինքը։ Հիմա նկարում է։ Իսկ մոնո ներկայացումների մասով ինչ որ նորություններ կա։ Մոնո ներկայացումների մասով անդորագիր ներկայացումը, որը պաուզա տվեցինք, որովհետև այլ ներկայացումներ էինք անում, չհասցրեցինք շատ տենց մանրանալ։ Հիմա այդ ներկայացումը մի քիչ փոփոխման ենթակա է, մի փոքր ուզում եմ ավելի այն հումորային փոքրիկ երգերից ավելացնեմ մեջը։ Եվ դա նույնպես արդեն հանձնեմ հանդիսատեսի դասին եւ երևի թե արդեն ամռանը հենց այդ ներկայացումով նորից Ռուսաստանով կպտտվեմ մոնոյով եւ ինչու՞ չէ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա բան։ Հետաքրքիր բաներ սպասվում են։ Կապված հյուրախաղերի հետ, հա, որտեվ շատ լոկալ հումորներ դրսում չի աշխատում, որովհետեւ ավելի հումորներ կան, որոնք հենց պահի հումոր են,
ու այստեղ ավելի շատ ծանոթ են այդ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում, որ այդ կապված արվում է հումորներ։ Այ ոնց է այդ ամեն ինչը այնտեղ արդեն դարձնում ավելի լոկալ։ Սուրն, Ռուսաստանը իրականում շատ հեռու չի, այսինքն Ռուսաստանի հայերը բարբերաբար լինում են Հայաստանում եւ այստեղի թե հումորները թե նիստուկացին տեղյակ են, բայց այնուամենայնիվ հետաքրքիր մի հատ բան ասեմ, հենց այնտեղի կապված հումորներն է իրաց հետաքրքրում շատ, որովհետև օրինակ եմ բերում, շատ փոքրիկ օրինակ, եթե նայել եք Անփորձան գիշեր ներկայացումը, այնտեղ մի հատ կտոր կա, որ հեռախոսով նկարում ենք ու իբր չի լինում նկարել, այնտեղ ավելացրեցինք մի նախադասություն, շատ կարճ նախադասություն է, բայց հանդիսատեսը այդ ասենց ներկայացումը հիացմունքով նայում էր, բայց այն բաները, որ հենց Ռուսաստանի հետ է կապված, շատ ավելի խնդալու էր իրենց համար, որտեղ այնտեղ, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, եթե VPN չես միացնում, ինտերնետ չունես։ Անպայման։ Հա, ժողովրդավարական երկիր չի, այսպես ասեմ։ VPN-ի հետ կապված հումորներ էինք անում, երդվում մեռնում էր զալը։ Այսինքն նմանատիպ լոկալ, այո, այնտեղի հումորներ, պահի տակ ծնված հումորներ, այսինքն իմպրովիզ բան, հետո որ մի հատ անում ես, հասկանում ես, որ այդ հումորը աշխատում է, սկսում ես արդեն փնտրել իրանց հենց Ռուսաստանում բնակվող Ռուսաստանա մեր հայերին բնորոշ ինչ-որ հումորներ, որը որ ավելի հետաքրքրացնում է նրանց օրն ու առօրյան։ Դուք մարդիկ ով շրջապատում միշտ հումոր է բերում, բոլորին տենց, չգիտեմ, բարձր տրամադրություն է փոխանցում ու դրական էներգիա։ Ինձ հետաքրքիր է ձեր կյանքում ով է ամենահումորով մարդը, որ կարա միշտ ծիծաղեցնի, չգիտեմ, իր հետ, sense, չգիտեմ, ձեր հումորը շարունակի, դուք իր հումորը շարունակեք։ Ինձ համար անկեղծ կասեմ, վերջի շրջանում տենց մի մարդ է հայտնվել, վերջի շրջանում ասելով մոտ 3-4 տարի, եթե ոչ ավել կամ պակաս, իր հումորը իմ համար բան է, անկրկնելի է, անկեղծ եմ, որ Ռուսաստանում էլ ես հասկացա իր հումորը ուրիշ է լրիվ, դա Լեռնոն է Հարությունյան, իր հետ պարզապես չի լինում երկար շփվել, հա, չէ, ինքը չի ուզում, որ դու ծիծաղես, ոչ թե չի ուզում, այլ ինքը պարզապես հումոր չի անում, բայց խնդալու է իր ամեն արածը։ Երեք շատ խնդալու մարդ է, ինքը ես սիրում եմ իրան շատ ու ափսոսում եմ, որ իրան շատ ավելի վաղուց չեմ ճանաչել։ Անկեղծ ափսոսում եմ։ Մտածում եմ այդ տարիներս ոնց անցել առանց իրան։ Անդրանիկ, այս քննիլը կա, էլի ասեք։ Քանի որ ավելի այսպես լուրջ գնացինք, հա, տարիներս ոնց անցել առանց այս մարդկանց։ Կան մարդիկ, որոնք տարիների ընթացքում մեր հետ գալիս են։ Ուզենք չուզենք, մենք պարբերաբար իրենց հանդիպում ենք։ Այն մարդիկ, ովքեր մինչև այսօր քայլել են քեզ հետ քո գործունեության ճանապարհներով, մինչև այսօր միասին եք աշխատում, արագում ստեղծագործում։ Կան մարդիկ, ում հետ միասին չենք աշխատում, անգամ տեսնելն է հեռու ենք իրարից, հա, չէ, եթե տեսնում ենք բարև ոնց էս բան sense, բայց գրվել, տեսնվել բան, այս բաները չկա, կան մարդիկ այդպիսի, բայց կան մարդիկ, ովքեր որ մինչև այսօր այո, իրենց հետ եմ, որոշ հարցերում որպես աշխատակից, որպես գործընկեր աշխատում ենք միասին, բայց բացի դա էլ որպես ընկերություն։ Իսկ վերջի շրջանում էլի ինձ հետ եմ որ շատ մտերիմ ու շատ հարազատ ես իրան ընդունում եմ, դա Լեռնոն է։ Բայց կան էլի մարդիկ, մեր Զորոն, Արենը, չգիտեմ, շատ-շատերն են, բայց առանձնացնում եմ մի քանիսին, ում անունները տվեցի երևի իրանց էլի։ Հետաքրքիր որ Զորոյի հետ ես շփվում եմ 2003 թվականից, այսինքն մեր այս ասպարեզում հայտնված առաջին իսկ օրվանից ծանոթ եմ Զորոյին, այսինքն ասպարեզը կոպիտ ասած ոտք ենք դրել միասին, բայց ինքը կորավ ժամանակի ընթացքում կորավ գրողի ծոցը, կորի գրողի ծոցը։ Մի խոսքով մարդիկ կան, որ այո, շփվում են բոլոր հետները, բայց մարդիկ կան, որ ցավոք սրտի, թե կամ ցավոք սրտի կամ բարեբախտաբար չկան։ Բայց ես եթերից դուրս կասեմ, որ բարեբախտաբար չկան։ Չեն կտրես մասը։ Մի կտրեք ես, բան։ Okay, վերադառնալով հումորի թեմային, ինձ հետաքրքիր է քաղաքական հումորների դեպքում եղել են ինչ-որ զանգեր, հետաքրքիր բացարձակ, ասեմ, անգամ եղել են հումորներ, դե իմ հումորները, չգիտեմ, եթե նկատել եք իմ էջում, ավելի երգային տեսքով են, երգով են փորձում ինչ-որ բան ասել, այսինքն փոքրիկ երգերի մասին է խոսքը։ Եվ այդ երգայիններն էլ հատկապես քաղաքական են։ Դե հիմնականում հա քաղաքական են լինում ու մի երկու բան է կա, որ հենց երկրի ամենագլխավոր մարդկանց հետ կապված էլի հումորներ եմ արել թե երգի հետ կապված, բայց արձագանքը լսել եմ իրականում ու լսել եմ դրական։
չի եղել դեպք, որ զանգեն, վախեցնեն, չգիտեմ, ինչ, անկեղծ եմ ասում, չի եղել։ Ու դա ինձ համար շատ լավ է դա։ Դա հետաքրքրացնում է մեր բոլորի կյանքը, ինչի մեր բոլորի, արտիստների, դերասանների, որ իրանք հումորի մեջ ազատ են։ Ես չեմ ասում 18+ հումոր, որը ես էլ եմ ատում դա, բայց այն հումորը, որը տոնկի է, սիրուն է, գեղեցիկ է, ինչու՞ չկարա մի փոքր կծող լինի, բայց գիտակցելով, որ դու ամեն դեպքում չես վնասում իրանց, ցանկացածին կլինի քաղաքական գործիչ, կլինես դու, Սոն ջան, Սուր ջան, դու, եթե չեմ վնասում, ինչի պիտի ինձ արկել Դե կարող չվիրավորի, եթե հումորը չի վիրավորում։ Չէ, չի եղել, նման բան չի եղել ու բարեբախտաբար համոզված եմ, որ չի լինի։ Որովհետև ես էլ չեմ անցնի չափել։ Անդ, բայց շատ հաճախ անմեղ հումորը քննադատությունների առիթ է տալիս, առավել եւս այսօր շատ զգայուն լինելով մեր ժողովրդի կողմից։ Կոմենտներ կան, որոնք ջնջում ես։ Այո, բայց ասեմ, որ կոմենտների մասին եմ խոսքը, որը որ հայոյանք է։ Դրանք միանշանակ ջնջում են, որովհետև ինձ հետևում են բազմաթիվ երեխաներ, շատ երեխաներ ու ես համոզված եմ, որ այդ երեխաներն էլ կարողանում են կարդալ կոմենտները, հենց այդ պատճառով էլ ջնջում եմ հայոյանքները։ Վատա որ կանանց էլ չեք առանձնացնում, որովհետև երբեմն իրենք են գրում։ Չէ, հենց կոնկրետ հենց կանայք են, նայում Միշտ ասում են երեխաները եւ կանայք։ Սիրուն պուճուր երեխեն թորնիկն է երևի, sense գիրկը sense անմեղ բան տեսնում ես հայոյանքա գրե, հասկանում ես անդրադառնաս, մտածում ես լավ, դե 1-2 անդրադառնաս կռիվա դառնալու, ինքը քեզ է վատ բան ասելու, այտենց շատ անգամներ կնոջս վրա եմ ջրայնանում, անկեղծ որ ասեմ, ինքը պարբերաբար պատասխանում է բոլոր կոմենտներին։ Վատ ես խնդրում եմ իրան, որ չանի էլ, ու ոնց որ վերջերս էլ չի անում, եթե նկատում եմ հայոյանք ջնջում եմ, եթե հայոյանք չի վիրավորանք կամ ինչ-որ տենց ինձ վատ բան են գրում, բայց ոչ հայոյախառն նախադասություն, կամ պատասխանում եմ խնդալով, կամ պարզապես զերծ չեմ տալիս, թողում եմ մնում եմ։ Բայց հետո որ հետաքրքիր են հետևորդներս, ովքեր որ ինձ շատ են սիրում, իրանք այդ մեկնաբանության վրա անկեղծ Իրենք են պատասխանում, ինչա կատարվում, հա, երդվում եմ։ Էլ ուշադրություն չեմ դարձնում, լուրջ եմ ասում։ Չի էլ հետաքրքրում անկեղծ, դե ինչ լավ բան անես, գրելու են, վատ բան անես, գրելու են։ Ես այս վերջերս չեմ անում էլ ճիշտն ասած, բայց խի չեմ անում, չգիտեմ, ասեմ։ Սիրուն բանաստեղծություններ էի կարդում, սիրուն գեղեցիկ ֆոնի վրա, իմ ինչ-որ նկարների վրա, այդ բանաստեղծությունները դնում էի։ Հայ դասականների, թե դուք եք։ Չէ, երիտասարդ գրողներ կան, Facebook-ում, հա, տենց տեսնում եմ իրանց բանը, ասենք ենթադրենք գրված է ինչ-որ բան ստատուսի տեսքով, խնդրում եմ իրանց, ասում եմ, սա դուրս եկավ ենթադրենք, կարող եմ կարդալ, իրանք էլ մեծ սիրով թույլ են տալիս։ Հա, 1, 2, 3 ժողովուրդ հասկացա, որ շատ սիրուն բանաստեղծությունները, շատ հետաքրքիր բաները, այլ չեն նայում։ Այո։ Ցավոք։ Բայց անում ես մի հատ հիմար բան, աշխարհը թնդում է։ Անհասկանալի է, լուրջ եմ ասում։ Դրա համար հիմա ես վերջերս ես հասկացել եմ, որ այդ լավ բաները չանեմ, բայց ամեն դեպքում ուզում եմ նաև էլի անդրադառնալ, որովհետև իրականում շատ սիրուն բաներ էր։ Չգիտեմ, եթե հետևել եք, անկեղծ կտեսնեք, շատ գեղեցիկ բաներ կա։ Դե երևի այնքան պետք է անել, մինչև սկսի աշխատել, որովհետև ախր չի, գիտեք քանի տարի անում եմ, մոտավորապես ունեմ երևի թե եթե չսխալվեմ 30-40-ից ավել այդ տեսակ բանաստեղծություններ իմ ձայնով չեն աշխատել, շատ քչերն են աշխատել ու այդ բանաստեղծությունները կապում են ինչ-որ մարդկանց հետ, որ ես նեղված եմ, տես բաներ եմ անում, բացարձակ, պրոստը սիրուն է, գործ է, աշխատանք է, որը արտիստի համար եւս մեկ ինչ-որ քայլ է դեպի այդ կողմ ու ինքը չի աշխատում։ Կապում են ինչ-որ մարդկանց հետ, ասում են երևի նրանից նեղացած է, երևի նրանից տխրել է։ Հիմա ինչ-որ նկարել դնում ես, շատ խնդալու ես վերջերս մի հատ հենց ընտանիք կասինգով ներկայացում ես խոսենք, ասեմ, մի հատ շատ գեղեցիկ նկար էր նկարել Արվինե Քոչարյան, հերվից բեմի վրա շատ սիրուն նկար էր, այդ նկարը համահուն չէր, մի հատ երաժշտության, որը որ իրականում շատ սիրուն էր, երաժշտությունը որ դրեցի ու այդ նկարը լրիվ մի հատ դառավ պատմություն, շատ գեղեցիկ նկար էր։ Հիմա կայջում ես, ժողովուրդ երդվում եմ տակը քաղաքականացրել են։ Լրիվ կապ չունի, բացարձակ կապ չունի ոչ մի բանի հետ։
գելա բաներ ես կարծեք կտեսնեք էլ չեմ ջնջը որ շոտ խնդոլ է չեմ կարող հասկանամ ինչա կատարվում մեր հասարակության մեջ Հիմա գնանք մի քիչ ընտանիք մեր հասարակությունից դուրս որովհետև ընտանիքը բոլորին շատ հետաքրքիր է հատկապես հումորով մարդկանց ընտանիքը ձեր տանը հումորը ինչ տեղում է դուք արդեն հոգնում եք էլ տանը հումորներ չեք անում թե միևնույնն է տանը եւս շատ ես որ տուն եմ գնում ենթադրենք հոգնած հա տանը կա հումոր անող դա մերին է ու ամեն անգամ ինձ ասում արի այս վիդեոն նկարենք այս վիդեոնը չգիտեմ եթե հետևում եք տեսած կլինեք վերջի շրջանի մի քանի շատ դիտումներ հավաքած վիդեոները հենց մերի հետ հա կնոջս հետ շատ հետաքրքիր դեմք է ինքը անկեղծ եմ ասում տես ամբողջ օրը որ տանն է լինում ու sense թերթում է ինչ որ հետաքրքիր բաներ է մոգոնում բան գնում եմ ու ասում արի էսի նկարենք միջարոց ասեմ իր այն ամսեկան պրասմոտորներ կա չէ Instagram-ում իրանը 7 միլիոն է Էջի այցերն են դրանք չէ ակտիվությունը իսկ իմը 2 միլիոն Զարմանալու է լուրջ եմ ասում նեղվում եմ մեկ նեղվում եմ ասում մերի արի ես երեխեքին պահեմ դու գնա տեղը հատկացել այդ բաներով չէ տանն էլ է շատ հետաքրքիր է ես հաճույքով եմ տուն գնում որովհետև Իսկ լինում է որ ռիլեր նկարելիս վիճեք կռվեք նեղանակ իրարից որովհետև դա բարդ process է նայեք որովհետև ես որ նկարվում եմ ես փորձում եմ հնարավորինս մաքսիմում 2-3 անգամ դուբլ անեմ ու այդ 2-3-ը դուրս գալիս եմ Բայց պարզապես անելուց հետո մի հատ ստուգում ենք որ ավելի հետաքրքիր կլինի բան վայ սպանում է երեխեք 800 դուբլ Սուրո չամուստանաց հավայել ու շատ է 22 տարիա մի 20 անգամ անում ենք Արա ախր բոլորն է լավ ստացվում լուրջ եմ ասում բայց ստեղ մի քիչ էս ինչ է մի քիչ ինչ է էսի չի երևում էնի արադը մերի ջան արադը Փորձերը նայել են ներկայացման Որ տանեցիք կաստինգովը Փորձերը, չէ, ես փորձերին առհասարակ մարդ չեմ կանչում նայելու, որտեղ փորձերին հնարավորինս լկստվում ենք։ Հնարավորինս լկստվում ենք, որովհետև եւ ռեժիսորը եւ դերասանները իրավունք ունեն դա թույլ տալու փորձերի ընթացքում։ Իսկ ինչա սպասվում հանդիսատեսին։ Ընտանիք կաստինգով ներկայացում, հանդիսատեսը արդեն 2 ներկայացում նայել է, եւ երրորդը արդեն մայիսի 29-ին է։ Ուրեմն շատ հետաքրքիր ներկայացում է իրականում կարա լինի կյանքում այդպիսի բան ընտա մարդ որը որ շատ հարուստ է շատ բայց ինքը ունի ընտանեկան ջերմության կարիք բայց չունի ընտանիք ինքը ինչ է անում վարձում է մարդկանց ես հիմա չեմ ուզում շատ գաղտնիքները բացեմ բայց շատ հետաքրքիր ներկայացում է որ վերջում ուրեմն ռեժիսորը մեր ու սցենարի հեղինակը ոչ թե սցենարի հեղինակը այլ սցենարը ադապտացնողը Գարիկը Միրզոյան որը որ նաև անփորձանք գիշեր ներկայացման ռեժիսորն է ինքը ներկայացման ավարտն այնց հետաքրքիր լուծումներ է տալիս հիմա ես ավարտի մասին չեմ ուզում ասեմ ներկայացման բայց աննկարագրելի հետաքրքիր լուծում է որ ներկայացումը նայում ես չես հասկանում վերջը ոնց է ավարտվելու ու վերջն այնց ավարտում որ ապշում ես Ինչ կա չեմ որ հանդիսատեսի 70-80%-ը անկեղծ զարմանում Իսկ ինչ ֆիդբեքեր կան որ ասես ֆիդբեքի ինչ է դե արձագանքներ ներկայացում նայելուց հետո որտեվ ես ոնց որ ռուսերեն կրթություն ունեմ ավելի շատ բնականաբար լավ դուք գաք նայեք անպայման արձագանքները կասեք շատ լավ արձագանքներ կան Մի խոսքով պատկերացրեցիք, չէ, հարուստ մարդ, վերցնում է ընտանիք, հավաքում է կաստինգներից, մեկը կինն է, մեկը աղջիկն է, մեկը 100 տարվա ընկերն է, ու այդպես ներկայացումը սկսվում է։ Շատ հետաքրքիր է, ես համոզված եմ այն ովքեր որ նայել են դրական ու հետաքրքիր լիսկերով են գնացել տուն, դուք էլ նույնպես այդպես գնալու եք տուն։ Հնարավոր է որ նորից լինի նոր սիթքոմ, մի խոսքով շատ հետաքրքիր բաներ կա, որի մասին դեռ վաղ է խոսելը, բայց բնականաբար ես վերադառնում եմ ակտիվ քաղաքական, ակտիվ եթեր։ Շատ անկեղծ է, չէ, ակտիվ եթեր եմ վերադառնում, այնպես որ սպասեք ինձ բոլորից սիրելի հեռուստադիտողներ։ Հետո կուսակցությունն եմ բացել, չգիտեմ, գիտեիք թե չէ, կոչվում է քիթ կուսակցություն։
Անդուարի չքաղաքականացնենք եթե Իմ կուսակցությունն է։ կապ չունի, նույնիսկ քո կուսակցության դեպքում Չէ, եկեք քաղաքականացնենք։ Կա լավ, եկեք անցնենք շատ արագ հարցերին, որոնց Բլից հարցեր կա։ Բլից չի, բայց խաղ ենք որոշել խաղալ ձեզ հետ։ Մենք հարցնում ենք եղել է, չի եղել, դուք պատասխանում եք։ Հարցերը մենք տալիս ենք, դուք ասում եք կամ եղել է, կամ չի եղել։ Գնացինք։ Բայց կարող եմ մանրամասնել, եթե եղել է, չի եղել, եթե չի եղել, մեկնաբանել, անպայման։ Եղել է, որ գնաք տուն եւ պատրաստի կերակուր չլինի։ Իհարկե միշտ։ Հա, իհարկե եղել է։ Անդ եղել է, որ ասեն ավելի սիրուն ես դու, քանի Վետամոկուչյանը։ Չէ, չի եղել, որովհետև նման բան չի կարող լինի, հիմա մերին հետս կգրվի, որովհետև Իվետային շատ է սիրում, իսկ ես բնականաբար շատ ավելի սիրուն եմ իմ տեսանկյունից։ Եղել է նույն մարդու հարսանիքը երկու անգամ վարեք։ Ոյ, չի եղել, բայց նմանատիպ հարսանիքի ներկա գտնվել եմ։ Որպես հյուր։ Ահա, բայց բարեկամ չէ, էլի, տենց հետո կասեմ, ընկեր, բան ասած ինչ-որ։ Լավ։ Իսկ եղել է, որ անիմաստեղը հայտնվեք կռվի մեջ։ Շատ, ասեմ ինչի, որովհետև երբ որ մեքենայով, չգիտեմ, ինչ-որ տեղ եմ գնում ու տեսնում եմ ինչ-որ հավաքված մարդիկ ու հասկանում եմ, որ իմ միջամտությունը հնարավորություն կարող է տա, որ օգտակար լինեմ ինչ-որ բանով, լինում է հայտնվեմ, բայց դե այդ հայտնվելու վայրը շատ արագ հարթվում է ամեն ինչ, դա անգամ եղել է կամրջից մարդ է ուզեցել նետի իրան, անկեղծ եմ ասում, ես եմ համոզել, որ հետ գա։ Անդրանիկ Հետո հետո ես առանձին իրան գցել եմ։ Հաջորդ օրը Այս մայթից վերցրել եմ, տարել մայթից գցել եմ։ Եղել է, որ երեխան այնքան բարկացնի, որ ափերից դուրս գաք։ Հա, շատ։ Հա, բայց չեմ խփում, գոռում եմ, հա։ Ու այդ հաճախ է լինում դա։ Իսկ հետո մեղքի զգացում լինում։ Իհարկե, հետո փաթաթվում եմ, լիքը պատշում եմ։ Ներին։ Անդիսկ եղել է, որ ինչ որ տեղ պիտի գնաս ինչ որ հարց լուծելու համար, մտածել ես դե հեսա կճանաչեն բոլոր հարցերը կլուծվի, գնացել ես ու չեն ճանաչել։ Իմ ամենահետաքրքիր հարցերից մեկն է դա։ Ոչ թե հարցերից, այլ պատասխաններից։ Անկեղծ եմ ասում, չի եղել։ Չի եղել նման բան, որտեղ որ թու ոնց են ասում, հա, չարասկ չարփուշ բան, ասես բաները։ Չի եղել լուրջ եմ ասում, ինչ որ տեղ մտնեմ ու ինձ ինչ որ հարցերում մերժեն։ Անկամ ես շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ու 2002 թվականից մինչև այսօրվա մասին է խոսքը, էլի, չեմ ուզում ինչ որ տարը թվեր առանձնացնեմ։ Պետ ավտոտեսուչները շնորհակալություն բոլորին կանգնացնում են հիմնականում նկարվելու համար։ Այնպես որ չի եղել, որտեղ որ ես ոտքս դնում եմ, այդտեղ ժպիտ, ուրախություն եւ այն հարցի շուրջ որ գնում եմ, իհարկե օրինական սահմաններում շատ արագ լուծվում է։ Եղել է շփոթեք ձեր տեքստը խաղընկերոջ տեքստի հետ ներկայացման ժամանակ բեմում։ Չէ, որովհետեւ միակ իմ բոլոր այն ընկերներից, ովքեր որ թատրոնում են խաղում, բեմում իմ հետ խաղացել են, իրենց բարբերաբար կհարցնեք ու կհասկանաք, որ միակ երևի մարդն է, որ տեքստ չեմ մոռանում ու հիշում եմ բոլոր ներկայացման բոլորի տեքստերը։ Ու դրա համար իրանց համար հաճելի է, երբ որ ես բեմում եմ նրանց հետ։ Ապահովա։ Ահա, անկեղծ եմ ասում, մեր շատ սիրելի Անին, Լյուպեն, մի օր որ հյուրընկալեք Անին, կհարցնեք ու ինքը կպատասխանի։ Երեխեք շատ կնդալու պատմություններ կան ներկայացումների հետ կապված, հենց կոնկրետ Անիի չէ, էլի առհասարակ բոլորը, բայց Անին հա մի հատ ներկայացում կար, որ միզանսցեն է ենթադրենք դրած է միզանսցենը ներկայացման ինքը այն ծերն է, ես այն ծերը, բայց այդ ամբողջ ներկայացման ընթացքում ինքը կողքս է լինում։ Լուրջ, որովհետև անդո հիմա ի՞նչ է։ Հիմա ոչ տեքստ է, հիմա ոչ տեքստ։ Այսպես վիճակ է ու բոլորի տեքստերը անգիր գիտեմ։ Բոլորի։ Իսկ եղել է որ գնաց տուն մերին մի բան պատրաստած լինի, ասի անդ համովա, խապես ասես։ Ստիպված ասեմ հա։ Հա։ Որն է կամ։ 4-ից 1 ընտրի եւ 4 հատա 4-ը ուր է։ Մենա 4-ը։ 4-ը ինձ է նկարում։ Մենա 4-ը։ Բայ, հա։ Չի որտեղ համով ամեն դեպքում վախի մտնոլորտը հիմա չկա որ հումոր անես քաղաքականության մեջ, չգիտեմ ինչով, բայց տանը վախի մտնոլորտը կա։ Այդ քաղաքականությունից եկել է տուն, էլի այդ վախի մտնոլորտը է սա խնդիրը։ Իսկ եղել է այնպես կռվեք վիճակ, որ մտածես, որ բաժանվում եք ու էլ չեք կարողանա բարիշել կամ ընդհանուր հայտարարի գալ։
Դա չի շխի վերցրել զերը։ Ամեն դեպքում անկեղծ հա եղել է, բայց ցավոք սրտի չենք բաժանել։ Խառնում է բառերը։ Հա, խառնում եմ բառը, չէ, իրականում հա, շատ է եղել, ու շատ է լինում, դե ընտանիք է, պետք է լինի։ Անդ հաջորդ անգամ, երբ որ կվիճեք, ջան, տենց շատ ուժեղ, հա։ տամ գլխին, ինչ է, բա։ Կբացեք այս շիշը, իրար հետ կխմեք, եւ բոլոր վեճերը կանցնեն, որտեղ սա զանգուն է եւ հաճելի պահերի համար ամենակ։ Ես անկեղծ որ ասեմ, չեմ խմում, այս վերջերս։ Դե մերին կխմի մենակ, լավ հետո։ Մերինը որ խմի, ինձ թվում է այս շիշը ջար։ Մի խոսքով լավ։ Շնորհակալություն, ես անպայման կհամտեսեմ։ Քեզ էլ ենք շնորհակալ, որ այս Կիրակին մեզ հետ անցկացրեցիր։ Ապրեք։ Չգիտեմ, հուսով եմ լավ հաղորդում ունեցանք, էլ չկա բլից հարցեր։ Չէ, էլի կուզում։ Մնացածը կուղարկենք։ Թողենք հորինել։ Դա հորինեք անկեղծ թողեք լիքը պատասխանել։ Լավ, թողնենք, որ էլի հյուր գաք մեզ։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Դե Կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։